Երեկ հայտնի դարձավ, որ Դավթաշենում սպանվել է 33-ամյա Շմավոն Աթոյանը, որը հանդիսացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության Դավթաշեն տարածքային կառույցի անդամ։ Շմավոն Աթոյանը բլոգեր էր, ով հայտնի էր իշխանությանը սատարող իր հրապարակումներով եւ գրառումներով։ Ըստ տեղեկությունների սպանությունը եղել է ներանձնական խնդիրների հողի վրա ծագած միջադեպի արդյունքում։ Շմավոն Աթոյանը մի խումբ տղաների հետ ուշ ժամի մոտեցել է 30-ամյա երիտասարդի հաշիվ պարզելու, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Ուշագրավ է, որ միջադեպը տեղի է ունեցել աղջկա ներկայությամբ։ Ծեծի ենթարկվող տղամարդն էլ կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում սպանվել է Շմավոն Աթոյանը։ Հավելենք նաև, որ կրակոցներ արձակողը հենց նույն պահին խոստովանել է արարքը, վերջինս կալանավորված է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 25-ին ժամը 00:35-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ եւ կա վիրավոր քաղաքացի։ Մինչ քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանումը ոստիկանության Դավթաշենի բաժնի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նշված վայրից մեկ անձ որովայնի հրազենային վնասվածք սրտի կանգ ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Տուժածը ժամը 02:50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն է։